Էդի լրիվ նույն օրինակն է, ինչ որ դու ասում ես։ Միտես ինչ եղավ։ Մի հատ հայի մասին է խոսքը։ Դե անուն չեմ ուզում, կամ որտեղ չեք ճանաչում։ Ուրեմն ինչ արեց ինքը։ Ինքը փորձեց, ուրեմն գործից չէր հասկանում, ինքը ուզում էր խանութ բացեր, այսինքն սուպերմարկետի փոքր տեսակը, որը իր մեջ պարունակում է տարբեր տեսակի ապրանքներ, միայն սնունդ չի։ Ուրեմն ինքը ինչ արեց։ Ինքը ուներ հնարավորություն բանկից փող էր հանել, վարկ էր հանել, ու ինքը գնաց այդ տեղը վարձեց ինքը իրանով, չնայած որ կյանքում ինքը այդպես գործ չի արել։ Ինքը գաղափար չունի թե այդ ինչա, պրոստը իրան խորհուրդ տվեցին, որ ինքը գնա այդ գործին բացի, ինչ բանը, որտեղ իրան ասեցին, այստեղ հայկական ապրանքներ լավ ծախվում է, ռուսական ապրանքներ լավ ծախվում է, ու ինքը դրա վրա գնաց, ու ինքը վարձեց այդ խանութը, բավականին էլ ասենք մեծ վարձով, ամսական ահագին վարձ էր տալու։ Ուրեմն ինքը սկսեց արդեն մտել այդ գործարքի մեջ։ Հմիտես ինչ կատարվեց։ Իրան մի քանի հոգի կողքից խորհուրդ տվեցին, ասեցին ավելի լավ է, մինչև այդ գործ անելը մի հատ մտի, այտենց մի հատ ցանցում աշխատի, տես ինչը ոնց է, որից հետո է, որ մի քիչ գաղափար կազմես, որ կարողանաս ղեկավարես։ Արա ասեց այ ախպեր ջան, փողը կա, մարդկանց կբերեմ, կդնեմ ու կսկսեմ աշխատել։ Ու միտես ինչի առաջ կայնավ ինքը։ Մի տարի առանց չափազանցության, ինքը մի տարի ուրեմն բերեց կանգնացրեց, ուրեմն ամեն բաժնում մի մարդ, հետո վերցեց իրան իբր թե օգնականներ։ Ու ինչ կատարվեց։ Իրան թվում էր, թե իրան պետք է օգնականներ ոչ թե այն առումով, որ այդ օգնականները իրանից ավելի խելոք մարդիկ լինեին, այլ կատարածուներ լինեին, ինքը ինչ ասել են անեին։ Հասկանում ես, տարբերությունը ինչումն է։ Ու այդ մարդիկ, դե քանի որ իրանց բիզնեսը չի, իրանց հոգին դրա վրա չի ցավում։ Ասում էին դե լավ, գագոնա կամ խոսքի օրինակ վրեժնա, ինչ ասում է ինի անեմ, հարցերնա որ ես իմ փողը պետք է ստանամ ամսական որպես աշխատավարձ, ինչ չի տակրկրում թե ոնց կանեմ, ինչ կանեմ, կարևորը իր ասածը կանեմ ու իմ փողը կստանամ ամսական։ Ու արեցին այնքան ժամանակ, որ այդ մարդու վրա պարտքեր կուտակվեց, ու այդ մարդը մինչև այսօր չի իմանում այդ պարտքերի տակից ոնց դուրս գա։ Իր բիզնեսը լրիվ վարի գնաց, որտեղ ինքը անձամբ այդ գործից գլուխ չէր հանում։ Իսկ մի հատ ուրիշ դրան օրինակ, մի հատ շատ խելոք տղա, որ ինքը ազգությամբ արտասահմանցի էր, Ալբանիայից մի խոսքով, ինքը իրանով աշխատել էր միտեղ, ուրեմն ինքը որոշեց, որ բացի, ասենք թխվածքների խանութ, ինքը այդ գործում աշխատել էր արդեն, մի հացի փռում աշխատել էր, գոնե մինիմալ, ասենք գիտելիք ձեռք էր բերել դրանից, գիտեր, ասենք, որ խոսքի օրինակ, որ ժամի պետք է հելնես, այդ խմորը ոնց բռնես, ինչքան խմոր պետք է լցես մեջը, էսկոմ։ Ինքը իրան օգնական բերեց մի հոգի կամ երկու հոգի, որ պարզապես ժամի կրճատման առումով իրան օգնեն, որ ասենք այդ ինքը գործ եթե մի հոգով կարող անել 10 ժամում, իրանք օգնեին կանեին, ասենք կկրճատեին 5 ժամում կանեին։ Ու այդ մարդը կամած, ասենք որոշակի, ասենք ֆինանսական կրճատումներ անելով ինքը հասավ այն բանի, որ այսվագիցությամբ ինքը բացեց մեծ փուռ, արդեն ունի, մի քանի աշխատողներ մեջը, ու այդ փուռը իր գործունեությունը շատ հաջող ծավալում է։ Նրանպես տակ չտվեց։ Ախպերս եկար իմ ասացին, որ այդ մարդը փաստորեն վերցրեց երկու հատ նեղ մասնագետ, որ իրան տվեցի նորմալ խորհուրդներ, իր արտադրությունը բարձրացրեցի։ Եթե տենց օրինակ ես բերում, մի հատ օրինակ էլ ես բերեմ, ախպերս։ Այդ կողմիների կապած։ Չէ, դու ձեր ասածները որով եմ ասում։ Արա, այդ կա խոսքը, էլի բանն ես ասում։ Այդ քո ասացի վրա մի հատ օրինակ էլ ես բերեմ, Տիգրան ջան։ 7 տարի աշխատել եմ, ասա լավ։ Պրոստը վերջին խոսքը շաքարով կտրեմ, հայկական ձևով, քաղցրությամբ։ Հիմա ասես մի բան ասեմ։ Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, չէ, չգիտեմ, քո մասնագիտությունը ինչ է։ Ինժեներ մեխանիկ։ Հիմա հասարակ մի բան։ Ես ինձ թողեմ մի կողմ, գամ քո ասենք տեղը։ Հիմա հասարակ մի բան ասենք։ Ես քո գործը ավելի լավ կանեմ, թե դու քո գործը։ Թե դու ասենք դի վերջից ասենք գործնելու մասին ախր խոսքը դրան չի վերաբերում, մի փոխի ախր նյութը։ Խոսքը գնում է ոչ թե դու իր գործն անես, այլ դու քո գործն անես ինքը իր գործը, բայց ձեր գլխին ունի մի կառավարիչ, որը բոլորիդ կառավարի։ Արա
Այդ կառավարիչը այդքան ասում էր էլի չի մտնում։ Այդ գործերից պետք է հասկանա եւ մասնագետ լինի։ Վայ։ Ստեփան դու ասում ես մի վարքյան կներես ախպեջան։ Դու որ ասում ես կապիտալիզմի ամբողջ հմայքն է, որ պետք է մասնագետ լինի, ես ասում եմ կապիտալիզմինը մի գործ է։ Ամեն կապիտալիզմ սոցիալիզմ չկա։ Գործ անունը գործա չէ, գործի մասնագետը պետք է գլխին լինի։ Հացթուխը, ես եմ ասում, հացթուխը պետք է թխի։ Կոմպոզիտորը չի կարա հացի գործարանը ղեկավարի, ինչքան էլ ուզում է լավ շրջապատ ունենա։ Շատ ապրես ճիշտ է։ Էլ ինչ ասենք, շատ ապրես օրինակ բերեմ։ Դե թող ասեմ, չես թող խոսեմ ախր է։ Ախր թող խոսեմ, դու ասում ես դուք չեք հասկանում, դուք չեք լսում, դուք չեք զգում։ Ես էլ ուզում ասեմ, որ համ հասկանում ենք, համ լսում ենք, համ ուզում ենք մի բան մենք ասենք, թող ասենք, ախպետ ջան։ Հետո բայց ժամանակը վատնում, ասելիքը 10 շուտ արա։ Դե ես դուրս գամ, դուք ձեր խոսակցությունը շարունակեք, եթե վատնում եմ ես ժամանակը։ Ես ասում եմ, Ստեփան ջան, Հայաստանում մի հոգի ցույց տուր, այսքան 70 տարի ապրել ես, հա, մոտ 70 տարի։ Մի հոգի ցույց տուր, որ այդ գործը, հա, կարար կոնկրետ վարչապետ աշխատել ու տիրապետել բոլոր մասնագիտություններին։ Մի հոգու անուտուր։ Հին կադրերից թե թազա։ Որ կադրերից ուզում ես ասա։ Ասեմ, օրինակ Արսեն Դավթյանը, որ հիմա բժշկությամբ զբաղվում չէ, ու հավատացյալ հոգի ունի։ Ինքը կարար վարչապետ աշխատի։ Ինքը ինչա, արվեստից լավ էր գիտե տիրապետում։ Ինչի արվեստը, գինեգործության արվեստը։ Չէ, նկարչության, գեղանկարչության։ Արա դու վարչապետ ասեցիր, ոչ թե բան, մշակույթի նախարար։ Վարչապետը չի ղեկավարում մնացած մշակույթի կամ մնացած նախարարությունը։ Լսի Տիգրան Սարգսյան, Աթենքից։ Տիգրան Սարգսյան, Աթենքից։ Հիմա ինչ ես ասում, պայթենք թե տրակվենք արա։ Հիմա տես ինչ ծայրահեղության է տանում։ Ասում է, իսկ ինքը կարա դաշնամուր նվագի Արսեն Դավթյանը։ Ես ասում եմ վարչապետը, որը տնտեսությունն է կազմված, տես ինչից է կազմված տնտեսությունը։ 8 նախարարությունից, որի մեջ մտնում է նաև մշակույթը։ Վարչապետը գոնե 6 նախարարությունից գլուխ պետք է հանի։ Հասկացար, հիմա 6 նախարարություն Արսենը գլուխ կհանի։ Եթե մեկը կա 7 նախարարությունից գլուխ կհանի, ուրեմն Արսենը թռավ։ Մեկը գա ոչ մեկից գլուխ չի հանի, կոմսոմոլը աշխատե, նախագահիտ նման, չի կարելի նրան դնել։ Ինչքան էլ կոստյում հագնի, սենց խորհրդավոր բաներ խոսա, սենց էսկոմենկոմ նայի, չի կարելի։ Ուրեմն նախ բանկային հաշվի մասնագետին չես կարա վարչապետ տնես, որովհետև ինքը փողի հետ գործ ունի, արտադրությունների հետ գործ չունի։ Հասկացար ինչա նշանակում է։ Չէ որ էդի համույթը պետության ստրուկտուրա է էդի, ստրուկտուրան պետք է բոլորին հասկացողը լի դրանից, գոնե մեծամասնությունից հասկանա, ամենաշատ նախարարություններից ինչը, եթե մի նախարար, եթե նայի վարչապետ ըլլելու համար, սովորաբար սենց է կադրելու, ինքը աճում է, արդեն որոշակի մականը, մեկը տեսնում են ես գործից լավ հասկանում, նշանակում են ես ինչ գործի նախարար, մեկը այդ նախարարությունը ծաղկացնում է, հանում են դնում են ես ինչ գործի նախարար, Էնդեից իր կառավարման համակարգներն ու բաները սեթափ անում սրա վրա։ Մի քանի նախարարություններ ղեկավարած մարդը նոր կարա վարչապետ աշխատի։ Հասկացար։ Որովհետև ինքը արդեն գործի մեծ մասը վերցրեց։ Այդ նախարարությունները գոնե գլխավորները ինքը կարա հենց ինքը բոլորի մասնագետն է։ Մշակույթը կարող է թողի մի կողմ սպորտը եւ կանալիզացիայի գործը կարևոր չեն դրանք, բայց հացը, ջուրը, պաշտպանությունը երկրի, առևտուրը, ներսը, դուրսը, ֆինանսները այդ մարդը պետք է անի, պետք է հասկանա։ Կոպել է թե մշակույթի նախարար կարա աշխատի Արսենը,
Արատես մտածողություն ալ որ դու ես մտածում։ Ինչա։ Քասելով Սերժ Սարգսյանը իդեալական նախագահ է, այդքան նախարարություններում աշխատեց։ Երբ սա անցել է, չէ՞, MBT KGB հաստա անցել է։ KGB պաշտպանությունը ինչ է մնացել, որ մենակ վարչապետներն են։ Տեսար ինչ ասեց։ Տեսար մշակույթ չի անցել ու տեսար ինչ ասեց։ Ասվորում երկու նախարարությունները մի տեղ է բերված, որ ինքը երկուսի մեջ է լլի, որ շուտ սովորի, չէ՞։ Համ ներքին գործեր, համ պաշտպանության, համ ներքին գործեր, համ KGB-ի, որ շուտ սովորի։ Սովորեց այդ գործը, դարձավ բանկիր եւ այդ գործը ծառայացրեց։ Այդ գործը, ոնց որ ասեցի, չէ, բանկիրը պետք է հավատացյալ լինի։ Այդ գործը ծառայեցրեց ոչ թե երկրի բարեկեցության համար, այլ ընտրությունների մեխանիզմ մշակեց։ Ձեռքի տակ ունենալով երկրից ով է գնացել, ինչ ցուցակներ է KGB-ա, չէ, MVD-ի պասպորտներից ով որտե է, արդեն ինքը 700,000 իր համար ընտրող սարքեց օթից այդ նախարարություններում, որովհետև ինչի, որտեղ մետրանոց խաչ է անում դեմքի վրա։ Այսինքն բանկիր, որը աստատուց չի վախենում։ Ուրեմն այդ վտանգավոր է, եթե մարդու դնես այդպես տեղեր, հանկարծ ինքը դա իչարս օգտագործի, ինչ պետք է անես։ Կոմունիստեր հիմա կոմունիստ չի, հանրապետական է։ Եղավ, քեզի այդքավ քեզ գործ, այն էլ դժդեական։ Մեռան գորավ գոչելով, արա ասում ենք, մտի մարդը նախ առաջինը իր ազգի մասին մտածի, եթե մեկ ընդ ճչում է ես սոված եմ, երեսը տենկոմի վրա շուրջ չես կարա տաս, ամբողջ ուշադրությունը տենտե պետք ալի, չէ, նոր ղեկավարը տենց է, լսում է, քրիստոնեությունը ինչ ասում, ոչխարիտ մեկը անջտվավ գնաց, հոտը թող հետևից գնա, Սերժ Սարգսյանը հոտը թողել է, գնացել է մի հատ արտագաղթողի հետևից, տխ դուրը ծեցի, ոնց ես ասի։ Բայց քրիստոնեությունը ինչ կապ ունի հայերի հետ, հիմա ինչ ես մեջ բերում, մենք հոսավազգով քրիստոնյա չենք, մենք գոնե երկու հատ ամենայն հայոց մենք երկու հատ ամենայն հայոց կաթողիկոս ունենք, հասկանում ես, չի լում, ամենայն հայոց հիմա մեկը, մենք ունենք երկու կաթողիկոս, հիմա այդ կաթողիկոսներից որ մեկն է ամենայն հայոց, ինձ կարաս բացատրես, այդ երբ է հայ եղել քրիստոնյա որ Այս ձևական կողմը մի կողմ դնենք, հայ եթե քրիստոնյա չի եղել։ Ես ինչ է խոսում։ Հարցը Հակոբ, հարցը քրիստոնյան չի, ինքը օրինակ է բերում պարզապես գաղափարական, չի ասում քրիստոնյա են թե չէ։ Դե բա при чем тут քրիստոնեություն օրինակը, եթե ասում քրիստոնեությունը բարոյականության շատ լավ դասեր ունի մեջը։ Ինչքան էլ դու քրիստոնյա ալես չլես, քրիստոնյա այս միլիարդավոր ժողովուրդ որ քրիստոնյա նրա մեջ արժեքներ կան։ Հետո ինչ որ քու քրիստոնյա տեսակդ ինչ որ մատաղներ է փրթում, դանակներով սուսերա մարտանում։ Դա հոտես չի, արժեքներ կա։ Ես քեզ բացատրում եմ, որ այդ արժեքների մեջ ասվում է, որ դու երբ որ կառավարում ես հոտդ անհատներին բոլոր ուշադրություն պետք է ներկայացնես։ Եթե մի հատ մոլորյալ ոչխար, հանկարծ հոտից անջատվում է ու էտում է, դու պետք է թողնես այն հոտը, չհաշվես որ արե մի հատ գնաց թող գելը ուտի։ Պետք է դաս նրան հետ բերելու վրա չարչարվես։ Ես արժեքը մետրանոց խաչ անողը, էսի մասածը պետք է իմանաս, չէ, որ արժեք է էդի։ Դու ուշադիր ես մոլորյալ մարդունը։ Ասում եմ Հայաստանից դուրս է եկել լիքը մոլորյալ ոչխարներ։ Մեկի դուռը ծեծել է, թե ասել է ինչի համար ես դուրս եկել։ Կամ դուրս գալուց առաջ հանդիպել է, կամ հետո հանդիպել է, գնում է ֆրֆռում է համակները Ռուսաստան էսկոմենքում, հարցնում է այ ժողովուրդ։ Ինչի եք դուրս եկել ախր, մեր մոտ լավ է։ Պետք գոնե ասի, դու ասում ես մեր մոտ լավ է, կարելի է ապրել Տիգրան Սարգսյանը։ Ինքը չի ասում, չէ՞ որ ինքը հովվապետն է։
Ինչի՞ ասի, դա ավելի լավ է, ինչքան շատ դուրս գան, երկիրը մի քիչ ավելի թեթև կլինի, բացի դրանից էլ տրանսֆերներ կգան երկիր, որը որ էկոնոմիայի մի մաս է կազմում։ Ես ինձ անձամ կարճ եմ համարում, ոչ էլ իրան հովիվ եմ համարում, դրա համար այս թեման ընդհանրապես։ Անկո բերի փոխաբերական իմաստով ասում։ Փոխաբերական իմաստով կարելի ասել հայերի մասին, հայերի մասին ինչ պարտադիր իրավաբանական քրիստոնեություն քարոզել։ Տիգրան Սարգսյան։ Կապիտալիզմի քարոզակը բանի քարոզ։ Արա մի րոպե էլի Հակոբ ներողություն Տիգրան ջան, այս դավոլի դեմքով արևը քաշիմիկոն քեզ տենանք էլի լուսնի կերպարանքով։ Ոնց որ մեր վրա ծիծաղ է արևը արա։ Դրանից է ծառելա դավոլի։ Ժպտումա։ Էլա մեկ ժպտակ էլի։ Ուրեմն ես էդի որ ասում եմ փոխաբերական եմ ասում, չէ՞ լրիվ։ Հասկացա, բայց իմաստը գիտես որն է, խոսակցությունը ուրիշ տեղից բերեցին ուրիշ տեղ, իմ ասած ընդամենը էսա, մենք խոսում ենք մշակույթի մասին, վերջին անշուր մշակույթը ոչ մենակ կոմիտասն է, ոչ մենակ նկարչությունն է, ոչ մենակ պարարվեստն է, մշակույթը ամբողջ պատմությունն է մշակույթ, լեզուն է մշակույթ, ամբողջն է մշակույթ, եթե վարչապետը չի կարող մշակույթը, ամբողջ Հայաստանի այդ տնտեսությունը ղեկավարի, Այս դեպքում ես պետք է մի հատ կոնտր հարց տամ, իսկ Արսեն Դավթյանը ինչի հիմա բանը դուրս եկավ այդ սֆերայից, ինչի հանձնվեց, թող մնար, թող դիմադրեր, թող պայքարեր, խելոք մարդ էր, չէ թող մնար, ինչի հատ հանձնվել գնացել բժշկություն անում, բան չի անում իհարկե, շատ լավ բան անում, բայց ուղղակի չեն թողում աշխատի, պարզ չի, քեզ թողում են Հունաստանում աշխատես Քեզ հիմա թողում են Հունաստանում աշխատես։ Վայ Աստված ջան, Հակոբ ջան, ես ինչ տեսակ ես դու արա, զարմանալի հազվագյուտ տեսակ ես։ Ոնց է տենց ստացվում։ Այո, հայ տեսակ եմ արդեն։ Հայ, զարմանալի հայ ասում։ Հակոբ, ուրեմն Արսենի պատմությունը սենց էր։ Ինքը 90 թվին հաղթահարելով հրշեական բարիերները, որ հանկարծ իրանց ցուցակից դուրս մարդ չմտնի, որովհետև իշխանության զապտում է հետում։ Շատ խիստ է ՀՀՇ-ի բոլոր 90 թվականի բոլոր падգամավորները ՀՀՇ-ի ցուցակի մեջ են։ Ես էդի պատմել եմ, չէ՞ որ մահափորձ արեցին, բայց Արսենին քանի որ մահափորձ անողը ճանաչեց եւ չարեց, մենք փրկվանք։ Էդի ասել եմ, չէ՞ ձեզի պատմել եմ։ Արսենը 90 թվից աշխատեց խորհրդարանում, բայց տնտեսությունը քանդեցին, որովհետեւ ինքը գնում էր կապիտալիզացիայի այն համակարգով, որը ասում էր հողը չի կարելի սեփականաշնորհել։ Այդ իր գլոբալ ծրագիրն էր։ Հողը արտադրության բնական միջոց է։ Եվ ազգը, ազգային պետությունը իր նստած է այդ միջոցի վրա։ Եթե հանկարծ տակից մեկը հողը տարավ, ինքը կընկնի, որովհետև երկրագնդի այդ մասը, որը պետությունը ազգը նստել է, դա հողն է։ Հողի վրա ով որ ուզում է աշխատի, ինքը կարա վարձակալի, եւ վարձակալության ընթացքում պետք է համոզի, որ ինքը այդ հողին պաշտում է, սիրում է եւ ինքը այդ հողի մաս է կազմում։ Չի կարա ուրիշ բան անի։ Եվ այդ վարձակալության սահմանը 99 տարի է բոլոր օրենքներով։ Եվ այդ հողը, երբ որ ինքը չուզենա, տրվում է նորից հանձնվում է ազգային պետությանը, որպես սեփականություն, նայա չէ վարձակալել ես։ Ինքը նորից նոր վարձակալ է գտնում, որը նորից պետության մեջի քաղաքացի է, որը նպատակ ունի ինչ-բան։ Այն ինչ որ խելոք տնտեսագետներ արևմուտքում արել են, որ հողը եթե պետությանն է, դեր չկա, էսի պետության հողն է։ Իսկ էսի մասնավորը թող իր ծախի առնի, բայց Ամերիկայում լիքը հողեր կան, որը չես կարա առնես, ծախես։ Կաշիտել քերտել չես կարա միլիոնատել, որովհետև օրենք ասել է դա ազգային է։ Վերջ, հիմա ինքը ասում էր այդ օրենքը մեկ քանի որ հող չունենք, հանկարծ ձեռից կետա սանտիմետր հաշված է։ Մեկը հողը առավ, կարա էլ չմշակի։ Այդպես պահի որպես կապիտալ, ոնց որ հիմա Հայաստանում կա, չէ՞, հողը առելա, թողը չի մշակում։
Այդպես բան չպետք է լինի։ Հողը որ առար, պայմանագիր պետք է կնքես։ Ինչի համար ես առնում, մշակելու, չէ՞։ Պետությունը քեզ կօգնի ամեն ինչով, որովհետև այդ որ առել ես ազգաբնակության համար ես առել, որ բերեն ցանես, մանես, ինչ որ գործեր անես։ Ուրեմն պետությունը ասում է համ առ, համ էլ օգնում եմ, հետևդ կանգնած եմ։ Էս էր իր պոլիսին, բայց քանի որ երկիրը քանդում էին մասնատելով եւ ժողովրդին փախցնելով, որ այս վիճակ եկա, ինքը արդեն չկարացավ։ Վազգեն Մանուկյանը խախտեց օրենքները եւ երկար պատմությունը, բայց ինքը 95 թվին, ինքը Բագրատյանին գիտես ինչքան է հայոյ է, այդ Բագրատյանը որ կա այդ գանգրահեր ավանակը, Արսեն Դավթյանը դրան դազարան էր քաշ տալի փաստաթղթեր կեղծելու մեջ, դուք չգիտես ինչ ավանտյուրիստներ էին դրանք անում, եղավ, բայց ինչ եղավ, 95 թվին այն մի խորհրդարանը գնաց, Արսենը չհանձնվեց, ասաց ես շարունակելու եմ, այսինքն մտնում է գնա 95 թվից մինչև 5 տարի էլ է գնում, բայց հանկարծ իր տունը եկան, այսպես ասած բարի դեմքով, հրեշտակի թևերով, մի քանի մարդիկ եւ ասացին բարև ձեզ, պարոն Դավթյան, իրան արդեն պարոն Դավթյան են ասում, ասացին մենք եկել ենք ձեզ ոգևորելու, որ դուք հանկարծ նորից թեկնածություն չդնեք այս 95 թվի խորհրդարանական ընտրություններին, ասաց ինչի պետք է չդնեն, որ դուք ով եք որ, վայ ասեցին հա մենք մոռացանք ասենք թե մենք ով ենք, գրպաններից անեցին մի քանի հատ բաներ, այսպես ասած, էլ ինչ է դրա անունը, որ սս քաշում ես սպանում է, դրա անունը ինչ է հայերեն, քաշում ես սս կրակում է, այդ ինչ են ասում դրան, չգիտեք կարա դրա անունը ինչ է, սս մատըտ սենց ես անում, դիմացինը մեռնում է, ատրճանակ, ես ինչ լսողներ է կարա, մի քանի հատ ատրճանակ դրեցի սեղանին, ասացին հասկանում եք, չէ, սրանք կարող են հանկարծ ձեզ միամտաբար վնասել բան, Արսեն ասեց, հասկացանք, եղավ, և դուրս եկավ խաղից, դավաճանաբար, ես այդ ժամանակ արդեն Ամերիկայում էի, ես 92-ին եմ, ինքը շարունակես 95 թվին ատրճանակների ռաստ եկավ, եթե 90 թվի մայիսին ատրճանակներով, ավտոմատներով բդի սպանեին մեզ, պրծանք աստծու հաջողությամբ, արդեն 95 թվին իրան ասեցին, էլ չես պրծեն է, Արսենը դուս եկավ, չդիմացավ մահվան ուրվականի սառը հայացքին, պետք է մեղադրել նրան, ճիշտ է թե չէ, ոնց թե, հայրենյաց գործերը թողում ես, վախենում ես մահից, ես վստահ եմ, որ ինքը Ղարաբաղում էլ կանցներ ադրբեջանցիների կողմը, եթե դրանցից վախեցավ, ասեք էլի, ինչ ուզեք ասեք, որ սես կաներ, նես կաներ, ինչու ապա ասես չարեցիր, հիմա լսեցիր ինչու, Հակոբ, լսեցի, և ինչ կարծիքի ես, այսինքն ցանկացած մարդու, որը որ կուզենա այդ հնարավորությունների տեր, հա, մի քանի ֆունկցիաներ կառավարող, մեկը չեն թողնելու անիմաստ գործ է ստացվում, հանձնվել է պետք։ Ումը հանձնվես, բայց հիմա ստի գերի էլ չեն վերցնում, որ հանձնվես։ Չէ, ասիկը տևերը կախել ու հարմարվել ես մտքիդ, որ սենց է վիճակը։ Հետենց է թևերը կախեց և գնաց, ընտրեց հումանիտար բժշկություն, գնաց սովորեց, մովորեց, հացը ջուրը դրանով է վաստակում, գյուղատնտեսության գետինը փորում է, տարեկան 700 կիլոգրամ սխտոր աստանում իր բանից և համապատասխանաբար, հասկացա,
Հակոբ ջան, հարցը ինչու՞մն է, ոչ թե պետքա ասենք ձեռքերը ծալել։ Ես ես մի հասարակ բան, դուրս գանք մշակույթի ճանապարհից։ Նա պրիմիտիվ բան քեզ ասեմ։ Հələ հիշի որ թվականներից արդեն քանի տասնյակ տարի անցել։ Երբ որ բոլոր հողատարածքները ընդհանուր առմամբ Հայաստանում մինչև այսօր մնացել են անմշակ։ Դուք հասկացում եք, որ այդ բոլոր հողատարածքները այսօրվա զրույցությամբ կարող էին զբաղվել ինքնաբավարարմամբ, հայազգին կերակրել։ Եթե լիներ մի հատ գյուղատնտեսության շատ գիտակ, այդ գործից գիտակ մասնագետ, որը որ կասեր, հələ լսի այ Սերժ Սարգսյան կամ այ պարոն վարչապետ, այս որ նստել եք, sense աննպատակ գործերով եք զբաղվում։ Հա, էլի, բախարես մեր հայը ինչ պետք է ուտի, մենք ինչքան պետք է զբաղվենք դրսից ապրանք բերելով, չէ՞ որ մենք ինչքան պետք է զբաղվենք բանանի, Տիգրան, բանանի ներմուծումով։ Այո, մենք ունենք հողատարածքներ, որոնք կարելի է ցանել, չորենով ապահովել, մշակել, ասենք մի հատ մեթոդ, որը որ հետագայում sense դժվար օրեր կա, որ այդ դժվար օրերին մենք կարող ենք մեր բնակչությանը ապահովել, գոնե մուրացկանություն չանենք, ձեռքներս դուրս մեկնենք, որ մեզի ինչ-որ կրճոններ տան, որ մեր ժողովուրդն էլ չթքի մեկ ուշ εμիսոր մեր վրա, ասի բա դուք նախարար եք, բա դուք ղեկավար եք, բա ինչի համար է ժողովուրդը դուրս գալի, այսօր ազրությամբ լյուբոյին, որ ասենք ովքեր Հայաստանում, ես շատ եմ լսել, թեկուզ ասենք վիրավորական տոնով, իհարկե պարզ ասենք, ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ինձ ասում են Հայաստանը լքեցիր, դավաճանեցիր, առաջին հերթին կոնկրետ ես ոչ թե լքեցի, այլ ես դուրս եկա այն ժամանակ ես կազմ պատրաստ կանգնած էի մինչև 96 թվականը, որտեղ ես գիտեի, որ ամեն պահ կարող նենց լինի զարգանագործողությունները, որ մարտական գործողություններին պետք լինի մասնակցել, որ այդ ասենք շրջանը լայնանա, ու ես սպասեցի մինչև այդ ամեն ինչը վերացավ 94 թվականին, Ադրբեջանը ծնկի եկավ Հայաստանի առաջ, ասել էլ չեմ կարում, արդեն կամագս մեծ դուբ եք մցրել, էլ չեմ կարում կռիվանեմ, որտեղ դեմները չեմ կարա, հասկացա, որ դուք հայ եք հոգով։ Ինքը ստորագրեց հաշտության պայմանագիր 96 թվին ես դուրս եկա, ինչ պատճառով դուրս եկա, ոչ թե դուրս եկա այն պատճառով, որ ինձ ձեռ չէր տալիս Հայաստանը, չէ, Հայաստանը ես մինչև հիմի սիրում եմ ու կսիրեմ, ու պետք է մի ստորից էլի հետ կգամ, երբ որ եթե մարտական գործողությունների պետք է լինի մասնակցել, կամ անկախ դրանից ինչի լինի պետք է լինի մասնակցել, բայց ես դուրս եկա այն պայմանով, որտեղ ես չէի կարողանում իմ արվեստի, իմ մաստաճյուղի ջորա, ասենց ասած, մաստաճյուղի ասենք ասկի մասնագիտության պահել իմ ընտանիքը, որտեղ ես միակ աշխատողն էի համարում տան մեջ, չկար։ Ես հետո որ դուրս եկա, ոչ թե ես դավաճանեցի, չէ, ես Հայաստանից դուրս եկա, ես այնքան դժվարությունների առաջ եմ կանգնել։ Այն աստիճան, որ ես հիշում եմ իմ առաջին օրերը, Ստեփան, ես երբ որ մտա Հունաստան, ես ոչ հուներեն գիտեի, ոչ անգլերեն, գիտեի ասենք հայերեն եւ ռուսերեն, այստեղ այդ լեզուներից ոչ ոք չէր խոսում։ Ես հələ դեռ չգիտեի ասենք այն ժամանակ, այստեղի ասենք հայ բնակչությունը ինձ կընդունի, չընդունի, ես չգիտեի թե ոնց դրանց գտնեի։ Ու հետո ես գնում էի, ես ասենք ես որ էի նկարեի, կնայի, կծիծաղեի։ Ես մտնում էի հունական, ասենք այն երաշտական կլուբները, գիշերային ակումբները։ Ու ես իրանց անկեղծ եմ ասում, լալու չարը ոնց է բացատրում, որ խոսալ չգիտի։ Ես իրանց լալու չարի պես էի բացատրում, գործիքները հետը ստանում էի, ցույց էի տալի, ասում էի, ես տես սրա մասնագետն եմ, ինձ կթողեք կամ նվագեմ, որ ես իմ հացիտ էր, որ ես չնստեմ փողոցում փող մուրամ, այլ ես արժանապատվությամբ ես ցույց տամ, թե ես ինչ կարամ անեմ, ու ինչքան լավ կարամ անեմ, ու ինձ տվեք այդ հնարավորությունը, որ ես դա անեմ, որը որ իմ երկրում թույլ չէի տալիս, այսինքն ոչ թե թույլ չէի տալի, այլ հնարավորություն չէի տալիս դա անեմ։ Քո տեսակը հասկանալի է, սաղն էլ ձև են գնացել, ոչ մեկ մի, չգիտեմ ինչ նորություն չկա խոսած։ Դե հիմա ես ուզում հասկանամ, դու էլ ախր ջան, կարայր չգնայիր Հայաստանից, չեմ մեղադրում քեզ, կավլիցի, հասկացի, ես ոչ մի գնացած այ չեմ մեղադրում։ Իրանք իրանց համար արել են իրանց ընտրությունը, ես միշտ ասել եմ, իրանք իրանց ընտրությունն արել են, լավավատա ժամանակը ցույց կտա։ Ուղղակի ասում եմ, եթե հնարավորություն կար առանց ոչ մի բանի զրոյից սկսել Հունաստանում, կարծում եմ կար հնարավորություն զրոյից սկսել Հայաստանում ու գոյատևել։
գոնե սկզբի համար գոյատևել, հետո կամաց զարգացնել։ Թող չլներ ռեստորանի գործը, չլներ նվագելու գործը, թող լներ սխտորաբուծությունը, ոնց որ ասենք Արսեն Դասյանը։ Սխտորաբուծություն։ Ճիշտ եմ ասում, եթե մարդը թողել է գնացել այսօր բժշկությունը սովորել, ասինքն վերակվալիֆիկացվել է։ Ինչն էր խանգարում Տիգրանին դառնալ օրինակ, չգիտեմ, այնտեղ շինարար կամ չգիտեմ մի ուրիշ մասնագետ կամ գնալ հողագործությամբ զբաղվել։ Լիքը գործ կա, ով Հայաստանում գործ չկա։ Եթե մեկը կասեք աղոտ իրան։ Լիքը այնքան Ես քեզ ասեմ, դրա պատասխանը քեզ տամ։ Ես դրա պատասխանը տամ քեզ։ Ես քեզ հիմա կվերադարձնեմ 91 թվական։ Հիշում ես։ Իհարկե հիշում եմ, ես դեռ ապրել։ Ահա, դե հիմա տես։ Ես իմ հալալ քրտինքով սկսած այն ժամանակվանից, երբ որ ես բանակը վերջացրեցի եկա Հայաստան, այդ 78 թիվն էր։ Շարունակեցի իմ ուսումը, որ վերջացնեմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում ու դրան առընթեր ես աշխատել եմ տարբեր աշխատանքներով։ Այսինքն աշխատել եմ գեղագիտական կենտրոնի մանկական պարի անսամբլում, որը կոչվում էր Զարդանախշեր, որը գտնվում էր Հովհաննես Իգիթյանի հովանավորության տակ։ Հիմա դրանից բացի փորձում էի տարբեր տեղեր աշխատանք գտնել եւ Պարիպետականում եւ այստեղ եւ այնտեղ։ Որտեղ որ դուրը թակում էի, ինձնից մաղարի չէին ուզում, որ ես ընդունվեմ, որ ես կարողանամ իմ երկրից դուրս գամ։ Հետո բացի դրանից ես այդքան ժամանակ աշխատել էի, ասենք տարբեր տեսակի, ասենք ռեստորաններում, հարսանիքներին մասնագիտության առումով։ Ու ինչ որ գումար ես կարողացել էի ներդնել, ասենք բանկում, ասենք որ հետագայում ասենք ես դա օգտագործեի։ Ու ոչ մենակ ես եկավ 91 թիվը, որ խաբեաբար, այլանդակ ձևի խաբեաբար, այդ բոլոր գումարները կորզվեց ամբողջ հայ բնակչությունից։ Ու չվերադարձվեց առ այսօր գոնե 2-0 չէ, 1-0 ավելացած։ Արի Տիգրան ջան, նույն գումարներից մենք էլ ենք ունեցել, ախպեր ջան, խիա քեզ թվում թե մենակ քո գումարներն են տարել։ Նույն ձևի ես ասում եմ հայ ժողովրդի։ Դե բայց ես մնացի չէ, ես հիմա չեմ մանում, ես միամիտ էի մնացի Հայաստանում, ճար չունեի գնայի դրա համար մնացի Հայաստանում, թե ինչ որ մի ուրիշ պատճառ կար։ Հիմա բացատրում ես դու ես գնացի, ես ասում եմ լավ ես արել որ գնացել ես ախպեր։ Ես ասում եմ կարայիր մնայիր, եթե մնայիր Հայաստանում, դու կարայիր քո գոյությունը պահիր, քո երեխեքի գոյությունը պահիր։ Ասա չէ, եթե գիտես չէ, բայց ես գիտեմ որ կարայիր գնալ մի գյուղում։ Ինչ էիր ասում։ Չէր կարա մի գյուղում որ գյուղում, առաջերտին ու ինչ փողերով, որովհետև ինչ-որ մի բան սկսելու համար նախնական գոնե գումար է, չէ պետք, 0-ից ոնց են սկսում, առանց ոչ մի բանի, կարաս ինձ բացատրես, եթե կարաս բացատրես, ասա գոնե ստեղ սկսեն, լրիվ 0-ից։ Էլի պետք է գանք տնտեսական դաշտ, որը ես вообще չեմ ուզում մտնեմ այդ բանի քաղաքական ու տնտեսագիտության մեջ, вообще ես չեմ հասկանում։ Ես էլ եմ ուզում ասեմ, Տիգրան ջան, եթե դու ստեղ չեր տալի տան բարձ, չեր տալի որ խնդիրներ չունեիր, հա, պետության հետ եւ այլն, դու չէիր կարող ստեղ գոյատևես։ Երբ որ դու գնացիր արտասահման, որտեղ պետք է համ տան բարձ տայիր, համ ուսանվեիր, համ բան, ո՞նց եղավ ընդ գոյատևեցիր ախր, ո՞նց կարեցար։ Ասեմ պարզությունը ինչումն է։ Ես կոնկրետ զգացից ես մի բան, որ ես այն ինչ որ ուզում եմ անել, հենց վերադառնանք երաժշտությանը։ Երբ որ ես Հայաստանում ասում եմ եկեք մշակենք, ասենք մի ձև։ Այս մեր երաժշտական ասենք են։ Լսի, Հակոբ ջան, լսի։ Երբ որ ուզում էի ասենք Կոմիտասի կամ Մակար Եկմալյան, բոլորի ասենք վերցնենք այդ ասենք իր գրած այդ գործերը, չէ, երաժշտական, որը սաղ գոհարներ են, բրիլյանտներ են, մեծ արժեքներ ունեն։ Այն ժամանակ ես որ ասում եի եկեք էսի մի հատ վերամշակենք, այսինքն այն անենք, որ ծեփոն տված ասենք պատերը խամրած սենյակի մեջ չապրենք, թարմացնենք մի քիչ, նոր երանգներ տանք դրան, հիմքը պահպանելով։ Եկեք սրանով զբաղվենք, որ մեր երաժշտությունը մատուցենք նորովի դրսում։ Ին վրա, ասենք, շատ մարդիկ կային խնդում էին ու դրա վրա ուշադրություն դարձնող չկար։ Ու չգիտես ինչի,
Հասկանում ես, ես երբ որ եկա այստեղ, կարող է Հունաստան չգայի, կարող է Գերմանիա գնայի, հարցը դանում չի։ Բայց երբ որ եկա այստեղ ու այդ իմ մտածածը կարողացա այստեղ իրականություն դարձնեմ, որ ես չէի կարող դա անեի Հայաստանում, որտեղ փող տվող չկար, դրա վրա փող ծախսող չկար, հասկանում ես։ Իսկ այստեղ պատահեց այդ մարդը, որը որ ունի ձայնագրման կամպանիա ու առաջին ձայնագրությունը հենց Կոմիտասին նվիրված եղավ։ Ու ինքը շատ մեծ ջանքեր գործադրեց, որ էդի մեջ, ասենք, ստիլուն մի հատ փոքր գրքույկով, բուկլետով նկարագրված էր մեջը Կոմիտասի ով լինելը, ինչ արել, ինչա մատուցել, ասենք, դրանով հայ ժողովրդին։ Դուրս եկավ այդ ձայնագրությունը ու բոլորը մնացին ասենց հրապուրված, որ ահա Կոմիտաս գոյություն ունի, Հայաստանում Կոմիտաս է եղել։ Իսկ այդ նույն բանը ես չէի կարող Հայաստանում անեի, ու այդ երբ որ դե ձայնագրությունը եղավ, արդեն այդ նույն ձայնագրությունից վերցվում էին մասեր, որը որ վիդեոռոլիկներում, պատմական, ասենք, դոկումենտալ հաղորդումների ժամանակ Հայաստանում այդ ջերմուկ գրոպի ժամանակ այդ երաժշտության մասերը դրվում էր։ Ինչի էր դրվում։ Որովհետև ուրիշ բան չկար դնելու, չէ, որովհետև դա նորություն էր։ Դուրները սկսեց գալ, ու դրա հիման վրա արդեն սկսեցին տարբեր, ասենք, երաժիշտներ նույն ոճը շարունակել, առեսօր։ Ես լավ հիշում եմ ստեղ, երբ որ ես Հայաստանում ոնց պետք է հանդիպեի Լաքշմի Շանկարին, հանդիկ երգչուհի, հայտնի երգչուհի, ոնց իրան պետք է ասենք հանդիպեի։ Չէի կարող հանդիպեի։ Իսկ այստեղ ես իրան հանդիպեցի, որտեղ ստեղ մի հատ տոճկա դուրս եկավ իմ, ասենք, իմ առաջ հնարավորություն բացեց, որ ես այդ երգչուհուն հանդիպեմ ու իր հետ, ասենք, ստեղծեմ մի հատ ձայնագրություն, որ իրան տամ հայկական երաժշտություն, ինքը իր լեզվով այդ նույն հայկական երաժշտությունը չաղավաղելով ինձ մատուցի, ասենք, մի ամբողջականություն, ով լսում էր, ասում էր, գիտես, հայկական լրիվ բուն երաժշտությունն է, բայց վրան հնդկերեն է երգվում։ Հասկանում ես ինչն է։ Այդ պատճառներն էր, որ ասենք ես, որովհետև սենց մի բան հաշվի առնի, երբ որ ամեն մի երկրում դա բնական երևույթ է, երբ որ կան մասնագիտություններ, դա նկարչությունն է, դա ասենք երաժշտությունն է, դա պարարվեստն է, քանդակագործությունն է, տարբեր ճյուղեր։ Դրանք ամենաառաջին տուժող արվեստի ճյուղերն են, երբ որ ֆինանսապես պետությունը գտնում է ճգնաժամի մեջ, ամենաառաջին հարվածը գնում է դրա վրա։ Դու էդի չես կարող բացառել, դու չես կարող շղթես։ Իսկ գիտությունը։ Նույնը գիտությունը։ Ինչ կապ ունի այդ ամենը մի վարքան, գիտություններ մշակույթ այց ավտանել։ Պարզապես մի ուրիշ ճյուղ է ներկայացնում իրանից։ Բայց այդ նոր ես ասեցի, դու ինձ նոր բան ասել, ես ասում եմ հիմա, եթե կրիզիսի մեջ է վիճակը, ինչ կապ ունի մշակույթի նախարարությունն է տուժում, տրանսպորտի նախարարությունն է տուժում, սա ունեմ մի ցեխի մեջ են, մեծաշխում։ Չէ, տրանսպորտը չի կարա տուժի, որովհետև տրանսպորտը նենց բան է, որ մարդ առանց տրանսպորտի չի կարա։ Կոշիկի արդյունաբերությունը չի կարա տուժի, որովհետև մարդ բոբիկ չի կարա մանգա, բայց մարդ կարա կոշիկը հագնի անպայման։ Իր մի կտոր հաց ուտի, բայց թեկուզ եթե ինքը մի հատ ռեստորան էլ չգնա կամ մի հատ CD չառնի չլսի, այդ օր ինքը կանցկացնի, կսպասի հույսով, որ մյուս օրը մի շաբաթ հետո ջանքեր գործադրելով, հետո կարա ձեռք բերի այդ CD-ն, հասկանում ես։ Այսինքն դուրս է գալի Տիգրան, որ հոգևորը հետո է գալի ֆունկցիան նյութական ապահովվածությունն։ Հա, իհարկե։ Էբասոված մարդու շատ վեճն անդեղ ով անվագում կամ անդեղ ինչա քանդակվում։ Սոված մարդու ստամոքսը, որ երբ որ սկսում է 6-6 անել ու սկսում է իրան ճնշել, այդ ժամանակ արդեն իր հոգեկան աշխարհը այն աստիճան այլվայլվում, որի համար ամբողջ այդ արեգակնային այդ ջերմությունը իր լույսով հանդերձ դառնում է խավարի թակավորություն։ Էլեկան ծվի ու հավի պատմությունը Ինչ Էլեկան հավի ու ծվի պատմությունը, որն առաջնային է, հավը թե ձուն թե հավը։ Ըստ քո կարծիքով որն առաջնային է Տիգրանին լսելուց հետո։ Իմ կարծիքը երկու հաղորդման մեջ ասել եմ։ Մի հատ է ասա, հիմա ինչ կլինի։ Հոգևորը, իմ կարծիքով հոգևորը։ Սարտիկո։ Այսինքն մենք հոգևորի կորստից, հոգևորը կորցնելուց
Հասկանում եք, իմ ասածն էսա, որ մենք հոգևորը կորցնելուց, երբ որ մենք սկսեցինք այդ ծախվելու այդ process-ը, հա, քցելու այդ process-ը, դրան համար եկանք հասանք այն արդյունքին, որը որ ունեցանք 90-ական թվերին։ Մենք կարայինք չկորցնենք այդ ամեն ինչը, մնայինք հայ, հասկանում ես, ու իրար մեջքի տված պահեինք այս ամբողջը։ Մեզ մասնատեցին, մեզ պառակտեցին, հասկանում ես այդ հոգևորի թուլության պատճառով։ Ստեղ, ասմես մեզ պառակտեցին։ Կերես, պրոստը առօրյա բառով եմ ասում, ոչ թե վիրավորակ։ Okay, ասա, ես էլ եմ օգտագործում։ Ռամիտ Հակոբյան։ Մանր ես գիտեմ։ Եկանք հասանք այդ պառակտելը, ճիշտ է։ Այդ պառակտել բառը, որ մենք կարայինք, բայց մեզ պառակտեցին, չէ՞։ Պառակտել, ինչն են պառակտում, հոգին, թե մարմինը։ Հոգին, գիտակցությունը։ Մարմինը ոնց կարող պառակտել։ Ինձ ու քեզ իրարից ոնց կարող։ Չէ, հարիմատ սենց անենք։ Եթե մարմինը գտնվում է բարվոք վիճակում, ու այդ մարմինը գոհ է իր հոգու կառավարումից, ոնց կարող մարմինը թույլ տա հոգուն, որ հոգին պառակտվի։ Ախր իրանք իրար հետ համագործակցում են, չէ՞, իրանք առանցին չեն։ Արդես պատասխանի դեր։ Դու իմ հարցեր կտաս, որ պատասխան չունեն այդ դիգը։ Իբր թե դու իմ հարցին պատասխանեցիր, հիմա ես պետք է քո հարցին պատասխանեմ։ Որն առաջնային հոգևորն է։ Հիմի պատասխանի խիչի հոգևորը, որ մարմնային է, յութականն է։ Տիգրան, թող ես մի հատ իրան ուղղություն տամ փուճուր։ Առաջ միաբջիջ կենթանին առաջացե, թե միաբջիջ կենթանու հոգին։ Սերկան մենք միաբջիջի մասին ենք խոսում, թե մարդ տեսակի մասին։ Ինչի։ Ես ասում անասունը, որովհետև ասում անասունը չունի բանականություն, չունի գխելք, հա, ինքը ապրում է բնազդներով։ Հոգևոր ունի անասունը, հոգևոր ունի։ Բնազդը հենց հոգևորն է, այսինքն ինքը բնությունից է ստանում այդ ամեն հոգևորը։ Բայց ինչի հանկարծ բակտերիայի կամ ամբիոբայի վրա ասեցիր էդի չեղավ էդի։ Ինչի անասունին եղավ, նրան չեղավ։ Անձրևավորթը, որ շարժվում է, օգտակար գործ անում։ Տերևները քաշմատակը պարարտանութ է սարքում, տաշնյան տերևները։ Հոգի ունի, թե չունի։ Կարծելովս չէ։ Լավ։ Շնորհակալություն։ Իսկ քո կարծիքով, հիմա ես եմ հարց տալի, իսկ քո կարծիքով։ Իմ կարծիքով, եթե դու ասեցիր չէ, բայց ես քեզ ուզեցի ասեի, որ գործ անում մարդը նյութապաշտի մեկն է, եւ իր գոյությունը աշխատանք եւ օգտակարություն կա։ Դու ասեցիր հոգի չունի։ Ուրեմն հոգի չունի, բայց ինքը գոյություն ունի։ Ուրեմն առաջ ի՞նչն է եղել։ Անհոգի անձրևավորթը, չէ՞, դու ինքդ նոր ասեցիր։ Հետո պետք է անհոգի անձրևավորթը դառնա հոգի ունեցող օծ, պահպանելով մարմնի ձևերը, երկարությունները եւ այլն։ Հասկացար գոնե հիմա ինչ ուզեց ասեի, որ առաջնայինը որն է եղել, որի վրա զարգացել է հոգեկանը։ Հոգևորն է զարգացել, առաջ մարմնականը ստեղծվել է անհոգի վիճակում, հետո առաջացել է ներվային համակարգերը դրանց վրա, հետո ներվայինը գիտակցության է եկել, մտել են հոգևոր աշխարհ, առանց ներվային համակարգի ուղեղային կառուցվածքի, հոգևոր աշխարհի դռները փակեն։ Բայց ինչ անեն այն կենթանիները, որոնք գիտակցություն չունեն, անձրևավորթը գլխելք չունի, բայց մարմին ունի։ Նշանակում է, որ գիտակցությունը հետո է գալու մարմնի զարգացման հետ։ Այդ նշանակում է, որ մարդու գիտակցությունը մինչև իր ուղեղը չզարգացնի, չսովորի, դպրոց չեթա եւ այլն, բանական խոսք չարտասանի, հոգևորը նրան չի այցելի։ Դրա համար են երեխաները մինչև 12 տարեկան մի սովորացրա ոչ մի բան, դառնում է անհոգի կենթանի։
հոեսի գիտությունը ապացուցել է։ Հետևաբար մարմնի կառուցվածքը հոգևորի հետ կապված է։ Առաջ մարմինն է եղել, հետո զարգացնալով նոր հոգևորը առաջանում։ Ծտեր կան, որ իրանց բները թելով սենց կարում են տերևներով, նայես կասես անունը դերցակ է, այդ ծտերի, դերցակի նման կարում են, մշակույթ ունեն, նայում ես, ոնց որ կաստյում շլվար բդի կարեն, չէ, մարդիկ, զարգացած դերցակն է, ինքը տերևներով է կարել, թելով կարել է, կզարմանաս, բայց մի ուրիշ թրջուն կա անձրևավորտի վիճակում, այդ հարցը ուրեմն քննելու ենթակա չի, առաջ մարմնակառուցվածքը Աստված ստեղծեց կենդանիների եւ մնացած բիոլոգիական սիստեմների, հետո նոր տվեց հոգևորը, ասեց ճանաչիր ինձ, հասկացի ինձ, որ ես եմ քեզ ստեղծել, որպեսզի դու ստեղծես, դու պետք է գիտակցությամբ մոտենաս ինձ, որ տեսնես իմ արարչագործությունը, բայց ես սարքեցի առաջ ձեզ, դուք անգետ էիք եւ ոչինչ չէիք հասկանում։ Էսի հո ընդունելի է էսի ասած ձևը, երևի։ Կիսատ։ Չէ, տենց է։ Ուզում եք ասեք նորածին երեխու մեջ հոդքի չկա, Վանքեր ջան։ Չէ, ուրիշ բան է։ Հա, ուրիշ բան է ասում, բայց կապված բան է։ Այդ հոդքի գործները երեխան ոնց գծանվեր։ Ինքը է չի ասում, Հայկ ջան։ Լսի ես քեզ ասեմ, երբ որ կանացի օրացում, չէ՞։ Մենք ինչքան ժամանակ ունենք, մի հատ հասկանանք, այդ ինչքան ժամանակ ունենք։ Չնայած ես հիմա դուրս եմ գալու, որտեղ երեխուն տեղ պետք է տանեմ, պրոստը մի բան ասեմ։ Այն ինչ վերաբերվում ասենք երեխու ծնունդի արտահայտությանը, սա ուրեմն իմ կարծիքով կարող է եւ սխալ եմ։ Ես չեմ 100% ապացուցում, բայց իմ գիտակցությունը սա է ասում։ Կանացի օրգանիզմում, երբ որ կատարվում է սեռական տղամարդու եւ կանանց միջև հարաբերությունը, չէ՞, գալիս է ինչ որ մի պահ, երբ որ այդ սերմնա բջիջները, երբ որ միանում են իրար, սկզբից կառուցում են մարմնի ընդհանուր գաղափարը, որը զարգանալով արդեն ինչ որ պահ հետո արդեն ներախուժում այդ կառուցվածքի մեջ արդեն հոգի կոչված էությունը, որ ինքը իրենից ներկայացնում է էներգիա ու ուժ է տալիս, էներգիա է տալիս, որ նա կարողանա զարգանալ։ Այլ կերպ չի կարա լինի։ Երևի սխալ եմ, չգիտեմ։ Ես տենց եմ պատկերացնում։ Դե էդի ժամանակի հարցը իրավագիտությունը ասում է, սաղմից մարդը ձևակերպում է, այսքան շաբաթվա ընթացքում, երբ որ արդեն ուղեղը ձևակերպում է սաղմի եւ գիտակցությունը սկսում է շարժվել։ Եթե մինչև այդ իրան պիտի հանես ինչ որ պատճառներով, քեզ մարդասպանության մեջ չեն մեղադրում։ Եթե դրանից հետո է մարդասպանություն են համարում։ Ուրեմն դա կապված է այդ երեխան, որը ինքը ասում է հոգի չունի, պետք է ասես որ ժամանակից, քանի երկու բջիջներ են, հələ հոգի չկա։ Բջիջը դառնում է 2, 4, 6, 8 անձրևավոր սենց շատանում ֆունկցիաները գալիս է, այդ ամեն ինչը ձևակերպում է, ուղեղ սիրտը սկսում է խփել, այլան շրջանառություն առաջանում եւ այս բոլորը երբ որ գալիս է, այդ նոր այդ զարգացման process-ը արդեն չես մտել ոնց ալնում, բայց ասում ես որ հոգի ստացավ երկնքից, այն կյանքից, որից չգիտեմ, ինքը ստեղծեց ինքնա կառավարման համակարգեր, բայց ստացավ։ Բայց այդ հոգին բավարար չի ինքը մարդ դառնալու համար։ Պետք է անպայման դուրս գալուց հետո լեզուն սովորի, կրթվի մարդկային միջավայրում դպրոց հետ։ Չարեցիր էդի։ Այդ երեխան կմնա ամենաստորադաս հոգեվիճակում։ Էդի նույն բանն այ Ստեփան ջան, էդի նույն բանն լրի, որ այսօր ազգության փողոցում ապրող, որ բոմժի կարգավիճակ են, չէ՞ տալիս։ Հիմա այդ բոմժին խոսքի օրինակ։ Հիմա դու իրան ասա այդ բոմժին, ինչ ուզում ես արա։ Դու իրան սնունդ մի տուր, դու իրա դերը մի, ասենք 10 ռուբլի մի տուր, որ ինքը կարողանա իր այդ օրվա զիբիլը թողի ու գնա մարդավարի խանութից ասենք 1 կիլոգրամ հաց առնի։ Կալբասել չեմ ասում, երշիկ։ Մի կտոր հաց առնի։
որ ինքը իր ստամոքսը լցնի, ինքը իրան որպես մարդ զգա էներգիա ստանա, որ նոր հետո արդեն այն ինչ որ իրան բացատրում ես, ինքը դրա վրա ուշադրություն դարձնի, որ ինքը ուշադրություն դարձնի, որ այդ ուտելուց են կողմ արդեն գոյություն ունի, ասենք խոսքի օրինակ ընկերության գաղափար, կամ շրջապատ, կամ էս, կամ այն, կամ երաժշտություն լսի, կամ ինչ-որ մի ֆիլմ նայի, չի նմտեց բան։ Եթե այն մարդը սոված ծարավ, ստամոքսը բռնած, կուչ եկած նստած է, դու դրան ոնց կարաս բացատրես, որ այ ընկեր, ախր թող, սնունդը կարևոր չի։ Ախր ինչը, ցավոք սրտի ինչն է, որ մարդիկ ես ուզում եմ հասկանամ, ինչ եկեք ձեր ծայրը կամ սև կամ սպիտակ, ինչի սև ու սպիտակ, չկա միջանկյալ մի վիճակ, այ ախպեր, չի կարա լի համենի ժամանակը, Հակոբ ջան, միջանկյալ այն ժամանակը, երբ որ մարդու մինիմալ ֆիզիկական պահանջներ արդեն կարգավորված է, դա է մինիմալը։ Իսկ եթե մարդու մեջ հոգևորը չլի, այսինքն գիտակցությունը չաշխատի, ինքը կարա գնա հաց հայթատի։ Եթե ուղեղը չի աշխատում, դեբիլ է, ինքը կարա գնա հաց հայթատի։ Քանի որ մենք հայ քրիստոնյա ենք, մի հատ աղոթքներ ասենք, որ վերջացնենք։ Աղոթքներից հիմնականներից մեկը հետևյալն է. Տեր Աստված ասում է. ինձ մի գցիր այնպիսի վիճակի մեջ, որ քեզ մոռանամ։ Էսի իմաստ ունի։ Եղա, ստեսուր մինչև նոր հանդիպում։